Հեռախոսները կարգելվեն Երևանի դպրոցներում։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այդ հնարավոր սահմանափակումներին ծնողները մեծամասամբ կողմ են եղել եւ անգամ խրախուսել են գաղափարը։ 15 նոր աղբատարների ձեռքբերումը նույնպես շատ կարևոր գնում էր, որ մենք այս տարի իրականացրել ենք եւ մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք եւ սա հերթական չափականակն է, որով որ համալրում ենք մեր աղբատար մեքենաների ամբողջական պարկը։ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակումները կիրառել, ապահովելով իրավական հիմքերը։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Ծրագիրն առաջիկա օրերին կուղարկվի դպրոցներ։ Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ այս սահմանափակումը դրական կազդի ուսումնական ամբողջ պրոցեսի վրա։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 15 հատ հովոմակնիշի աղբատար նոր մեքենաներին, որոնք արդեն Երևանում են։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի խոսքով այսօրվանից կմեկնարկի հանձնման ընդունման գործընթացը։ Որոշակիորեն կկարողանանք սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դասապրոցեսի ժամանակ եւ շատ կարևոր է երեխաների ընդհանուր դասապրոցեսից շեղվելու բոլոր բացասական հնարավոր հետևանքները, որ ունի բջջային հեռախոսը դպրոցում, դրանցից խուսափելու համար։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակներում էլ ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս։ Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 միլիարդ դրամ է։ Այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ։ 50 նոր էլեկտրաավտոբուսների գնումը 18 մետրանոց մեր շարժակազմի ռազմավարական ծրագրի մեր շարժակազմի ամբողջական եւ վերջնական համալրումն է փաստացի, այսինքն մենք դրանից հետո գրեթե ունենք միայն խնդիր թարմացման, որովհետեւ այս 250 18 մետրանոց ավտոբուսներն են, որ պակասում են, որոնք պետք է գան փոխարինելու նախկին մեր հիգերներին եւ ինչպես նաեւ այդ նոր Gazelle City մեր միկրոավտոբուսներին, որոնք որ բարբերաբար նաև տեխնիկական խնդիրներ են ունենում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, այս գնումով ոչ միայն լուծվում է հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև որոշակիորեն լուծվում է օդի աղտոտվածության խնդիրը, քանի որ 250 էլեկտրական ավտոբուսները զրո ազդեցություն են ունենալու օդի որակի վրա։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։